Բարև ընկերներ, ինչպե՞ս եք։ Ինչպես եւ խոստացել էի, այսօր խոսելու եմ Տավուշի մարզից, հատկապես մարզպետից։ Շնորհակալ եմ աջակցության եւ վստահության համար։ Խնդրում եմ տարածել եւ հավանել տեսանյութը, քանի որ որքան շատ եք տարածում, այնքան խնդիրները հասնում են հասցեատերերին։ Ինչպես գիտեք, Տավուշի մարզպետ Հայկ Հալումյանը քավորական կապեր ունի Նիկոլ Փաշինյանի հետ եւ դրա արդյունքում արդեն 8 տարի է հանդիսանում է Տավուշի մարզպետը։ Իսկ եղբայրը Վահեն քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավոր։ Սա հերթական խնամի ծանոթ բարեկամ մոդելի դրսևորումն էր, որը ժամանակին մերժում էր Նիկոլ Փաշինյանը։ Ընկերներ, ուսումնասիրելով մարզպետի հայտարարագիրը, հետաքրքիր մի դրվագ տեսա, այսպես. Պարզվում է Էկոբիլդինգ ընկերությունը շուրջ 7 միլիոն դրամ գումար է տվել մարզպետին որպես վարձակալության վճար։ Ուսումնասիրեցի տվյալ ընկերությունը, պարզվում է ընկերության 100% բաժնետերը Ոմն Կարլեն Մինասյանն է։ Էկոբիլդինգը շինարարական ընկերություն է, որը 2025 եւ 2026 թվականներին շուրջ 11 միլիարդ դրամի կամ շուրջ 30 միլիոն դոլարի տենդեր է հաղթել։ Ընկերության սեփականատեր Կարլեն Մինասյանն էլ այդքան անհայտ անձ չէ, Վայքի համայնքապետի թեկնածու է եղել, իհարկե Արամ Սարգսյանի կուսակցության կողմից։ Փաստորեն դուրս է գալիս, որ մեր իշխանությունների մտերիմ մարդիկ իրար պասերով գումարներ են աշխատում։ Թե ինչ է վարձակալության տվել պարոն մարզպետ Հայկը, դա նշված չէ, սակայն այս ամենում շատ մութ եւ կասկածելի բաներ են տեղի ունենում, որոնց մասին բնականաբար մեր իրավապահ համակարգը դժվար խոսի։ Ընկերներ, բացի կասկածելի եկամուտներից, պարզվում է մեր սիրելի մարզպետի աշխատակազմը վերջին օրերին նաև ակտիվ հանդիպումներ է կազմակերպում մարզի դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների հետ, իրենց ասելով խնդրագին զրույցներ, սակայն սա մի բանի մասին է վկայում, որ իշխանական վերնախավը բոլոր մարզերում սկսել է վարչական ռեսուրսի կոպտագույն խախտումներով հանդես գալ։ Ընկերներ, մնացել է ընդամենը 5 օր ընտրություններին, թեժանալու է մթնոլորտը, խնդրում եմ բոլորին լինել ստապ, չտրվել որևէ պրովոկացիայի, ընտրության գնալ միայն սեփական ցանկությամբ։ Որևէ դեպքում պարտադրանքին եւ ընտրակաշարքին տեղիք չտաք, քանի որ նման պարագայում մենք բոլորս ենք քաղելու դրա հետևանքները։ 30 տարի մեր երկրում ընտրակաշարքով իշխանիկներ են եղել, տուժել է մեր բանակը, տուժել է մեր երկիրը, տուժել ենք մենք։ Սա այն եզակի ընտրությունն է լինելու, որով վստահաբար կարող եք վերջ դնել նման զզվելի ավանդույթներին։ Մեկնաբանություններից մեկում մի քաղաքացի ինձ մեղադրել է նրա մեջ, որ չենք փորձում պայքար սկսել մինչև ընտրությունները, այլ դա պլանավորում ենք ընտրություններից հետո։ Ցանկանում եմ բացատրել մեր տեսլականը։ Ընկերներ, մինչ ընտրությունները որևէ բան չի կարող փոխվել մեր երկրում, քանի որ այսօր գրեթե բոլորի խոսույթը վերաբերում է ընտրություններին, իսկ ընտրություններից հետո ձեզ վստահեցնում եմ, ունենալու ենք ոչ լեգիտիմ իշխանություն, ցանկացած դեպքում, իսկ դա արդեն իսկ պատճառ է ունենալ իրական հեղափոխություն, առանց որևէ ներկաների եւ նախկինների։ Ընկերներ, շատերը նաեւ ինձ գրում են, որ պետք է մեր ձայնը տանք Վարդան Ղուկասյանին, Դոգին, բայց ես հիմա կփորձեմ ձեզ հետ անկեղծ լինել, հույսով եմ, որ կհասկանաք անկեղծությունս։ Վարդան Ղուկասյանը չկա որևէ ցուցակում, իր կուսակցության առաջին համարը փաստաբան Լևոն Բաղդասարյանն է, ում մասին Վարդան Ղուկասյանի մայրը վատ բանել էր ասում էր, որ իր որդին խաբնել է, իր որդուն խաբել է փաստաբանը։ Ձեզ եմ ներկայացնում տեսանյութը, որից հետո խնդրում եմ որոշում կայացնել բանական մտածելակերպով։ Վարդանը քանի որ գիտես որտեղ աստեղ Բերթումա փակի տակա ինքը ոչ մի ինֆորմացիա չի, ինքը չի դիրապետում, չի իմանում, բայց ես գոնե ինձ զանգում ասում են որոշ մարդիկ, թե ինչա որ կատարվում է տանդեր այդ բաներ կուսակցության մեջ։ Հիմա դու գիտես երևի, որ այդ դու կուսակցության շտաբի պետը այն Բաղդասարյան որ Լովանա։ Իսկ նախագահն ընդեղ գնում է իբր թե դա նախագահ այդ խուլիգան Խուդավերձյան Անուշ, ինքը իրան շինել է Անի։ Ամեն անգամ Վարդան ասում էր, որ նախագահ պետք է որ փոխվի, այդ կնոջ վրա բողոքներ կա, անբարոյական է, ծխում է, խմում է եւ այլն եւ այլն։ Ու այս մի տարի համարյա որ Վարդանը որ Բերթումա որպես նախագահ ինքը որ ոչ մի բան չի արել։
Ոչ ասենք մի դեսպանատուն գնար գրեր, ինչ-որ մի բան աներ, ցույցեր կազմակերպել, իսկ ստեղ այն Մանուկյան Գայանն կա, չգիտեմ գիտես թե չէ, նա գոներելիս թե ավտո երթեր անում։ Նումեր այդ բերթի դռանը էլի խոսում էր, ասում էր, որ այդ մարդը Վարդանը, որ քթից արյուն ա գալիս, ճնշում ունի, վատ ա եւ այլն եւ իսկ այս խուլիգան էս Անյուշը, հեչ բացարձակ։ Վերջը մնաց, որ Վարդանին ես տեղյակ պահեցի, ասես դրան պետք է հանվի։ Էդի պետք է փոխվի, պետք է գնա, ուրիշ մարդ կընտրենք նախագահ, ինչ ա եղան, փոխարինելի մարդ չկա։ Հիմա Լովային ասեցի ես, այդ Բաղդասարյան, այդ Լովայինի տիպը թե փաստաբանա, այդ պակաս, որ խուլիգանն էլ այդ մարդը չի, ու ոչ մի բան չարեց։ Այս ամիս, մյուս ամիս, միջև եկանք, հասանք, փետրվար արդեն։ Տեսա, որ փետրվարն էլ կվերջանա։ Այդ օրն ասում եմ, թե ինչ ես անում դու, տղա ջան, ժողով հրավիրեցիր, կանգնար նրա միսորը, Վարդանին ասում ես, թե վա, գիտես ժողովուրդը որ շատ են, բայց դահլիճը որ փոքր ա։ Ասում եմ, թե լավ, այս մարդը այնեղ տեղն ա, չի էլ իրան տիրապետում, ինքը իրան որ վատ ազգում։ Լովա, առանց ցուցակ կազմելու, առանց մի ինչ իմացար, ինչքան մարդ ա գալու, ու ինչ իմացար։ Դու ոչ կանոնակարգ ես գրում, ոչ այդ մարդկանց թիվն ես իմանում ցուցակով, դու բան չես իմանում բացի Խուդավերդյան Անուշի հետ մանդատ ծախելուց, Լովա։ Դու ինքը գիտի ես հերոյ եմ, ես բան չգիտեմ, բայց չէ որ ինձ զանգում ասում են, բալա ջան։ Հիմա որ պետք է այդ խուդոյին, այդ Խուդավերդյան Անին, Վարդանն էլ ասել այդ Լովային, որ անեն գցեն դուրս։ Հիմա թե Լովան ոնց կներկայացնի, որպես խուլիգան կին, որպես որ բոլորին ինքը վիրավորում ա քաղաքացիներին, կոպիտ ա խոսում, շատ անտակտ կինա ու մեկ էլ պապիրոսներ, որ բերանը դրած։ Ոնց որ մի հատ անբարոյական մի փչացած տենց ասեմ։ Հիմա Լովան փեշերը փռելա վրեն ու այդ կնոջ հետ մանդատ են ծախում, գործեր են անում, հետո Լովան սրանից որ վախենում է այս կնոջից։ Այնքան մութ գործեր կա սրանց տակը, որ Լովան որ վախենում է, որ ժողով անի սրան անի։ Այսօր վաղը, ասում եմ, թե Լովա ինչի ես դու վախենում։ Ինչ կերել եք քաքեր, միասին եք կերել դուք։ Հիմա նա քեզ շանտաժել ես ով ասում է, դե փորձվի դու ինձ հանի, ամեն ինչը կհանեմ ես ջրեր ես։ Լովա, այդ եղավ կուսակցություն հասարակաստուն։ Այդ ինչա լավ, այդ ինչա։ Հա, իմ երեխեն այդ փակ տեղ այդ հասկացանք, այդ նշանակում է պիտի դուք կուսակցությունը պառակտեք։ Պառակտեցին, անի ջան։ Պառակտել են ու պրծել են։ Իրանցով են արել, այս մարդներ ասում, հիմա ես ինչ անեմ, ասի ինչ պիտի անես, հասա որ չես մասնակցելու, որ չես գնալու ընտրություններին, տղա ջան, ասես չի լինի, ոչ քեզ Բաղդասարյան Լովանա այդ բանը ենթարկվում, ոչ այդ Խուդոյան Անյուշա ինչ գրող ցավ այդ եզդինա քեզ ենթարկվում, ու այդպես շինել են մի հատ բոզերի հավաքածու, այդ բան այդ բարիս բուն իմաստով, ասավից բանը, որ մանդատ են վաճառում երկուսով, դրա ասեցի ինչ ասեցին էս էլ որ քեզ ասում ենք չգիտեմ էլի որ ելնելով այդ իրավիճակից ենք մենք քեզ ասում Լովան ու ինքը այդ Խուդոյան Անին ցակցության խերը թաղեցին հիմա այն բանն են որ թե Լովային թե այդ Անուշին այդ Խուդոյան հանեն քսեն դուրս չի անում ժողով չի անում Լովան Այսօր վաղը միջև եկավ հասավ այդ փետրվարի վերջ։ Էսա 3 ամիս առաջ ասում էր թե ժողով եմ անելու։ Ու ոչ մի բան բացարձակ։
Խենում եմ իրան, մի բան ասեմ, բանայանի ջան, մի հատ ջղայնանում է, կապտում է երեսները, կացից արունը ֆշում գնում, այդ անում են հիվանդանոց տեղ, կարում են մեջի երակները, կտի էլի նորից բերում կծում են ուտել, էդու լավ ես մարդի վերջը, ես լանիվ սենց արեցին, որ այն բերնականի, այն քաղաքապետարանի ընտրություններին չմասնակցեր, այ այդ օրվանից բերին իրան կցեցին պերտ։ Միջև հիմա այս մյուս ընտրություններն է, հիմա էլի չեն թողի։ Ես գիտեմ, որ չեն թողի միջև ընտրությունները որ վերջանա։ Հիմա Վարդան Ղուկասյանը մասնակցելու է ընտրություններին այս խորհրդարանական թե ոչ։ Չէ, երևի չէ, որտեղ տենում է իրա կողքերը ով է, Բաղդասարյան Լովա, որը իբր թե փաստաբանա, իբր թե իրավաբանա, բայց դու հələ նա ինչեր անում։ Հիմա Անի հետ միասին, այդ Խուդավերդյանի հետ միասին, իբր թեյնի նախագահ, ես է շտաբի պետա, իբր թե, միասին ինչ կեղտոտ գործ ասես անում են, Լովայի մտքինը, որ գնայինքը բդխը, ես էր, որ Եղմալյանի վրա ինչ-որ հողեր ունի ասեցին, բան է դոգով, այդ հողերը, որ վեկալի, ասես այդ հողերը կվեկալեմ ես, բայց դու չես վեկալելու։ Այսօր այսքանը, կհանդիպենք վաղը, հարգանքներով ձեր հայը։